Ողջույն Անի։ Ողջույն Արե ջան։ Մենք նախորդ անգամ խոսեցինք ներդրումային անշարժույթի ներդրումների առնչվող խնդիրներից, ինչպես նաև գործընթացների մասով։ Այսօր կուզենամ մի փոքր ավելի լայն, ընդարձակ զրուցենք, թե առհասարակ ընկերությունները, ովքեր որ դրսում ունեն գրանցված ընկերություններ եւ ուզում են Հայաստանում բացեն իրենց ընկերությունը, նաև հակառակ, այսինքն Հայաստանում առկա ընկերությունները, որոնք որ ուզում են դրսում բացել ընկերություններ, ինչ իրավական ռիսկերի են հանդիպում, ինչ խնդիրներ կան, գործընթացը եւ առհասարակ ինչ տեղեկություններ պետք է մարդիկ իմանան, այսինքն այն ընկերությունները, որոնք որ ուզում են այդ գործընթացը սկսեն, ինչ տեղեկություններ պետք է իմանան, որ սկսեն իրենց այսպես ասած process-ը։ Երևի թե հենց սկսենք առաջինը օտարերկրյա ընկերությունների մասով, ոչ ռեզիդենտ ընկերությունները, ովքեր որ ուզում են Հայաստանում բացեն ընկերություններ ու չգիտեն թե ինչպես պետք է դա սկսեն։ Ինձ ներկայացրու, ինչպես նաև մեր ունկնդիրներին ներկայացրու այդ ամբողջ գործընթացը։ Սիրով, Նարե ջան, ինձ թվում է դու էլ շատ լավ տեղեկացված ես այդ գործընթացի մասին։ Նախ սկսենք երևի հետևյալից, որ օտարերկրյա ընկերությունները, երբ որ ցանկանում են Հայաստանում գրանցել ընկերություն, շատ հաճախ շփոթում են իրենց գործունեության տեսակը, օրինակ իրենց ռեզիդենտ երկրներում, կարծում են, որ Հայաստանում եւս նույն կարգն է գործում, օրինակ որոշ գործողություններ կամ որոշ գործունեության տեսակներ, որոնք լիցենզավորում չեն պահանջում Հայաստանում, իրենք կարծում են, թե դա եւս լիցենզավորվող տեսակ է եւ մի ամբողջ sense բարդ process են նկարագրում, պատկերացնում, սակայն Հայաստանը գիտենք, որ բիզնեսի գրանցման տեսանկյունից բարձր տեղ է զբաղեցնում արագության եւ բարձրացված ընթացակարգի առումով, եւ դա էլ հենց գրավում է օտարերկրյա ներդրողներին, այսինքն արագությունը, հասանելիությունը եւ լիցենզիաների տեսակները իրականում բավական քիչ են, այսինքն այստեղ ցանկացած գործունեություն չի ենթադրում լիցենզավորում եւ դա եւս իրենց գրավում է։ Հաջորդ գրավիչ պայմանը միգուցե նաեւ այն է, որ մենք չունենք ինչ որ արգելքներ, չունենք սանկցիաներ, հատկապես բանկերի հետ կապված, փոխանցումների հետ կապված եւ շատերը նույն հենց սանկցիաներով պայմանավորված են իրենց գործունեությունը տեղափոխում, օրինակ ովքեր որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, հիմնադիր են եւ իրենց արդեն պատկանող ընկերությունները չեն կարողանում փոխանցումներ անել, կամ պարզապես Հայաստանը իրենց համար նոր խոստումնալից շուկա է, որը արդեն գրավիչ է եւ Եվրոպայի համար եւ անգամ մեր զավոր արևելքից են այստեղ շատ ներդրումներ անում, անգամ ասիական երկրներից եւ այդ իմաստով կարծում եմ որ շատ խոստումնալից է։ Ինչով պայմանավորված, այստեղ շատ ակտիվ ընթանում է հենց սպասարկումը ոչ ռեզիդենտ ընկերությունների։ Ինչ վերաբերում է հիմնականում նրբություններին, թե ինչ պետք է իրենք իմանան այստեղ գրանցվելուց առաջ, կարծում եմ այդ հիմնադիր փաստաթղթերի փաթեթն է շատ կարևորվում, քանի որ եթե դու պատշաճ ձևով չես ներկայացնում, այսինքն մակերեսորեն ես վերաբերում քո ամբողջ հիմնադիր փաստաթղթերը պատշաճ եղանակով չես, այսպես ասեմ, վերբեռնում այնտեղից, որտեղ դրանք մի շարք պրոցեդուրաներ պետք է անցնեն, ես անցել անգամ մի քիչ խոսել եմ դրա մասին, այստեղ գալուց գրանցելուց դու բախվում ես արդեն խնդրի, որովհետև քեզնից ընդհանրապես պահանջում են հիմնավորումներ, թե դու ինչ հիմքով կարաս տեղ ընկերություն գրանցես եւ եթե դու դա չես ցուցադրում, դու պարզապես մերժվում ես։ Հաջորդ նույն ընթացակարգերը արդեն վերաբերում են բանկային հաշիվներին, քանի որ մարդիկ պարզապես պատկերացնում են ուղղակի պետք է մոտենալ բանկ, հարցում տալ եւ հաշիվը բացում են իրենց 1-2 օրվա ընթացքում, սակայն այսօր շատ դժվար է Հայաստանում բանկային հաշիվ բացել, հատկապես ոչ ռեզիդենտի համար։ Ես գիտեմ, որ նաեւ բանկեր կա, որոնք որ կտրուկ օրինակ չգիտեն, չեն անում X գործունեություն ծավալող ընկերության համար, կտրուկ չեն բացում այդ հաշիվը ու բերում են ինչ-որ տարբեր պատճառաբանություններ ու ես էլ ինքս ունենալով այդ փորձը հասկանում եմ, որ իրենք երևի չեն վստահում, չգիտեն ինչա լինելու։ Ռիսկային են համարվում այն հաճախորդները, ովքեր իրենց ցանկման աղբյուրը չեն ներկայացնում, ովքեր չեն ներկայացնում իրենց պոտենցիալ հաճախորդներին կամ ընթացիկ հաճախորդներին։ Այստեղ իհարկե մի իրարամերժ իրավիճակ է ստեղծվում, որովհետև երբ որ դու գնում ես հաշիվ բացելու, դու դեռ չունես հաշիվ, հետևաբար դու չունես շարժ, չունես հասույթ, բայց քեզնից պահանջում են քո շրջանառության մասին տեղեկանք, քո ընթացիկ հաճախորդների մասին տեղեկանք, բայց դու դեռ չունես բանկային հաշիվ, որ գործարք իրականացնես։ Այդ պարագայում մի քիչ մեղմացնելով պահանջը, իրենք ընդունում են քեզնից քո ապագա կամ ընթացիկ հաճախորդների մասին տեղեկություն, օրինակ նախնական պայմանագիր կամ անգամ հաճախորդների ցանկ։ Կամ որ երկրներում ես դու որ երկրներից ես որտեղ ես ուղղելու, որտեղից ես ստանալու,
շատերը անգամ ուղեկցող իրավաբանների, այսինքն իրավաբանի ուղեկցությամբ դիմում են, մերժվում են, որովհետև իրենք պատշաճ տեղեկատվությունը չեն ներկայացնում։ Շատ դեպքերում անգամ ներկայացնում են, միևնույնն է, մերժվում են, որովհետև արդեն գուցե ինչ-որ հրահանգ է իջեցվել, որ այս երկրների քաղաքացիները արդեն վտանգավոր ցուցակում են եւ անգամ եթե դու ամեն ինչ ներկայացնես, միևնույնն է մերժվելու ես, մինչեւ դու չունենաս կացություն։ Իրականում միգուցե մասնագիտորեն շատ բարդ գործընթաց չի, բայց շատ մանուկներով պայմանավորված, միջնորդավորված գործընթացներ են, որ մինչև դու մեկը չավարտես, մյուսին չես կարող անցնել։ Հետո բարդությունն այն է, որ այստեղ անընդհատ իրավիճակը փոխվում է, այսինքն ամեն օր մի նոր մոտեցում է, որ թե գրվում, մի նոր պահանջ է մտնում, այսինքն պետք է անընդհատ ակտիվ լինել, դրան զուգահեռ մյուս փաստաթղթավորման մեջ են խնդիրներ ծագում, այսինքն պետք է այդ ամբողջ այդ KYC ասած գործընթացը ընկերության գրանցումով, հիմնումով եւ ինչու՞ չէ կան ընկերություններ, որոնք ցանկանում են օրինակ պետության կողմից լիցենզավորված գործունեությամբ զբաղվել, այսինքն գրագետ մոտեցում է պետք ամենասկզբից։ Ինչ վերաբերում է քո հարցին, ես ամենասկզբում միգուցե բաց թողեցի այս պահը ասելու, որ գրանցվելուց առաջ ամենակարևոր մասը հարկային դաշտը ուսումնասիրելն է։ Հասկանալ, թե դու որ երկրներից ես ստանալու հասույթ, որտեղ ես ուղարկելու, որքանով է դա քեզ շահավետ, քանի որ շատերը կրկնակի ռեզիդենտություն ունեն հարկային իմաստով, այսինքն ամենասկզբնական փուլը դա հարկային եւ իրավաբանական խորհրդատվություն ստանալն է։ Նոր հասկանալ արդյոք արժե այստեղ բացել ընկերություն, ներկայացություն կամ մասնաճյուղ։ Հարկային, այսինքն տվյալ ընկերությունը X գործունեություն իրականացնելու, X գործունեությունը ինքը մեր օրենսգրքով, հա, հարկային, որ բազայում է լինում, հա, ինչ հարկի տեսակներով է վճարումներ կատարելու արդյոք։ Կրկնակի հարկման մասին համաձայնագիր չէ, իրենք պետք է նախ եւ առաջ ճշտեն արդյոք այդ համաձայնագրի շրջանակներում են գործելու երկրի պահանջները, անգամ բանկային փոխանցումների հետ կապված, որտեղ իրենք կարող են այստեղ բանկում հաշիվ բացել, այդ բանկը չունենա համապատասխան կորեսպոնդենտ բանկ եւ X երկիր իրենց գումարը ուղարկելուց արդեն հաշիվը բաց է, բայց իրենք չեն կարողանում օգտվել։ Կամ նույն անձը տարբեր բանկերից արդեն աշխատավարձ է ստանում կրկնակի հարկվում է, դուրս ուղարկելուց իր արդեն աշխատողները եթե ոչ ռեզիդենտ են, այնտեղ կրկին հարկերի հետ կապված հարցեր են առաջանում, այսինքն իմ կարծիքով իհարկե բոլորի կարծում եմ նաև կարծիքով իրավաբանների եւ մասնագետների պետք է ամբողջական խորհրդատվություն սկզբից ստանալ, հետո որոշել թե որ կոնկրետ տեսակն է քեզ ձեռք տալիս։ Օրինակ այս վերջերս ես ունեցա նմանատիպ դեպք, դու էլ գիտես, երբ ոչ ռեզիդենտ ընկերության հիմնադրով այստեղ գրանցեցինք ընկերություն, տարբեր տարբերակներ էին դիտարկվում, օրինակ իրենք ուզում էին այստեղ գրանցել ներկայացություն, հետո մասնաճյուղ, բայց մեր հարկային խորհրդատուն եւ ես իրենց բացատրեցինք, որ դա իրենց համար կրկնակի է լինելու ծանրաբեռնվածությունը հարկային իմաստով, այսինքն շատ ավելի ձեռնտու է լրիվ նոր ընկերություն այստեղ գրանցել, ամբողջությամբ օրինական գրանցել իրենց աշխատողներին ռեզիդենտություն ձեռք բերել, քան պարզապես որպես դուստր կամ ներկայացություն աշխատել եւ երրորդ կարևոր մասը այստեղ նաեւ այն է թե որ երկրի օրենսդրությամբ են իրեն գործելու, այսինքն եթե դա դուստր ձեռնարկություն է կամ ներկայացություն, դա գործում է իր մայր հիմնա, չէ, ընկերության օրենսդրությամբ։ Նորից ինչ գործունեություն է դա, ոնց է դա կարգավորվելու, ինչ որ վեճերի կամ օրենսդրության տարբերակումների պարագայում ոնց է իրենց ավելի շահավետ լինելու, այսինքն միանշանակ ուղղակի գալ այստեղ ընկերություն հիմնելը դա շատ հեշտ գործընթաց է, բայց ընկերությունը միայն այդ ռեգիստրի քաղվածքը չի, ընկերությունը դա մի ամբողջ բիզնես է, որը պետք է ճիշտ գրանցումներով սկսես, որպեսզի հետո դա սկսի աշխատել քո վրա, ոչ թե քո դեմ։ Մի կարևոր հարց տամ քեզ, օրինակ դու ասում ես ընկերությունը ոչ ռեզիդենտ ընկերությունը ունի X հիմնադիր, մասնակից, ու եթե տվյալ X հիմնադիրը կամ մասնակիցը Հայաստանի Հանրապետության տարածքում բացվում է ընկերություն եւ նա եւս դառնում է այդ ընկերության հիմնադիրը մասնակիցը, արդյոք ինչ որ խնդիր կարող է առաջանալ թեկուզ հարկային դաշտում կամ առհասարակ որևէ խնդիր կամ ռիսկ իրենք բախվելու են, թե ընդհանրապես խնդիր չկա։ Եթե ոչ ռեզիդենտ է ինքն իրենով, ոչ մի խնդիր կամ ռիսկ չկա, բայց եթե այդ նույն ոչ ռեզիդենտ ունի մի մասնակցություն մի քանի արդեն ընկերություններում, եթե նա միևնույն ժամանակ նաև տնօրեն է, տնօրենը նշանակում մեկից ավել ընկերություններում չիմանալը, որ տվյալ դեպքում կրկնակի հարկման դաշտ են ընկնում, խնդիրները դրանով են պայմանավորված կամ գուցե որ տվյալ երկրի հիմնադիր մասնակցի
պարագայում իրենք ունենալու են խնդիրներ նույն այդ բանկերի հետ կապված, որովհետև անձնագրով պայմանավորված, միգուցե եթե ուզենան X երկիր գումար փոխանցել, տվյալ երկրի դեմ սանկցիաների կիրառման հետևանքով այդ փոխանցումը չիրականացվի։ Հասարակ մեխանիկական գործընթաց, բայց քանի որ ընկերության շահույթը ապահովում են այդ փոխանցումները, դա ինքնին արդեն խանգարում է, խոչընդոտում է իր բնականon գործունեությանը, դրա համար պետք է այդ ամբողջ սկզբից մանրամասն ուսումնասիրել, գրագետ սկսել, որ վերջում իրենք որևէ արգելքի չհանդիպեն։ Ու նաև ընկերությունների բացման հետ կապված դուք նշեցիք, որ նաև դրա մեջ մտնում է, եթե աշխատակիցները ոչ ռեզիդենտներ են, Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է իրենք աշխատեն, դե օրինակ Ռուսաստանի դեպքում թույլտվություն հարկավոր չի, բայց օրինակ չգիտեմ, եթե ընթացքում այն դա հարկավոր է։ Հա, օրինակ չգիտեմ, Հնդկաստանի կամ Պարսկաստանի, հա, քաղաքացին ուզում է, այդ դեպքում բնականաբար թույլտվություն հարկավոր է։ Այս դեպքում ո՞նց է այդ ընթացակարգը լինում, ընկերությունը բացվում է, հետո թույլտվության ինչ-որ հայտ են ներկայացնում, ո՞նց է դա։ Նարեկ ջան, այդ աշխատանքային թույլտվությունը նույն կացության իրավունքի տեսակ է, որը տրամադրվում է արդեն աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Մենք նախորդ անգամ մի փոքր խոսեցինք հենց կացության իրավունքի ձեռքբերման հիմքերից, այս պարագայում նույն խնդիրն է ծագում, օրինակ կարելի է հերավար գրանցել ընկերություն եւ հերավար ինձ դիմում են այդ հարցերով գրանցել աշխատողներ, իրականում հնարավոր է, ուղղակի պետք է շատ գրագետ այդ քայլերը հաջորդականությամբ ապահովել, բայց այստեղ գալիս է խնդիրը, երբ որ դու կացությանը թույլտվություն պետք է անես, այսինքն աշխատանքային թույլտվություն, պետք է որպեսզի տվյալ անձիկ ֆիզիկապես բնակվեն այստեղ, որտեղ ստուգվում է իրենց բնակության վայրը, պայմանները, արդյոք իրենք ունեն վարձակալում են գույք, արդյոք տվյալ ընկերությունը ունի վարձակալած գրասենյակ, ամենակարևոր հարցը արդյոք նա ունի շահույթ, արդյոք վարում է հաշվապահություն, այսինքն ինքնին այդ գործընթացը որևէ դժվարություն չի ներկայացնում, օրինակ ոչ ռեզիդենտ հիմնադրի պարագայում, թե ինքը նաև տնօրենն է, արդեն որպես տնօրեն կարող է ձեռք բերել կացության իրավունք, Պարզապես դիմում են համապատասխան մարմին, բացվում է համապատասխան էջ իր անունով եւ այնտեղ արդեն սկսում է սկզբից ինքն է ձեռք բերում այդ թույլտվությունները, հետո արդեն իր աշխատողները։ Կրկին թվում է թե շատ པարզ գործընթաց է, բայց ինքնին մեխանիկական այդ գործընթացը անել դա բավարար չի, պետք է որպեսզի այդ գործընթացը հասնի իր նպատակին։ Իսկ դրա տակ կան մի շարք մանր գործողություններ, որոնք դու պետք է ճիշտ ապահովես, ճիշտ տեղեկատվություն ներկայացնես, ճիշտ հիմքերի արկայությունը ապահովես, որպեսզի դրական ելք ունենա։ Հա, քո ասած պայմաններն նրա համար է պետք, որ կոպիտ ասած մարդը գալիս է հենց աշխատանք, հենց գալիս է աշխատելու համար, ոչ թե գալիս է օրինակ, չգիտեմ, այլ նպատակների համար։ Այո, եթե դու ինչ որ ընկերության տնօրեն ես, բնականաբար դու նպատակ ունես աշխատել, ապրել, ինչ որ հասույթ ունենալ, դու պետք է դա ապացուցես։ Պարզապես մեխանիկորեն վերբեռնել կայքում դա դեռ բավական չի, որպեսզի դու այդ թույլտվությունները ստանաս, բայց շատերի կարծիքով ուղղակի գրանցման փաստաթղթերը ներկայացնելը դա համարվում է ինչ որ գործընթաց իրականացնել, բայց ցավոք ոչ։ Հա, դրա համար շատ դեպքերում մերժման հիմքերը հենց դնում են այն, որ չկա այդ համապատասխան փաստաթղթերը կամ հիմքերը։ Այո։ Իսկ եթե օրինակ ընկերությունը, Հայաստանի ռեզիդենտ ընկերությունը ուզում է արդեն իր բիզնեսը գրանցել օտարերկրյա, հա, պետություններում, օրինակ այլ երկրներում, այս դեպքում արդեն երևի ամեն մի երկիրը իր իրավական, հա, պահանջներն ունի, տարբեր է։ Այո, այս դեպքում ոնց ես դու որպես մասնագետ այդ ամեն ինչը իրականացնում կամ կազմակերպում կամ ոնց է սկսվում։ Նախ իմ նպատակը ամենասկզբից, երբ որ ես սկսել եմ զբաղվել մասնավոր գործունեությամբ, դա մեկ պատուհանի կոնցեպտն է։ Այսինքն, նույն լոգիկայով, երբ որ արտերկրից ցանկանում են Հայաստանում հիմնել ընկերություն, ես բավական երկար ջանք եմ թափել, ժամանակ եմ վատնել, բայց ձեռք եմ բերել բոլոր այն գործառույթներին, մարդկանց, ովքեր շատ արագ, ամեն մեկը իր ֆունկցիայով ապահովում այդ մեկ պատուհանի գաղափարը։ Խնդիրը հետևյալն է, դու դիմում ես մեկ մարդու, այդ մեկ մարդը եւ ուսումնասիրում եւ խորհրդատվություն ա տամ եւ գրանցումներն ա ապահովում եւ այդ դրա ընթացքում ծագող խնդիրներն ա լուծում եւ ապահովում ա անգամ հասարակ հաճախորդների ներգրավման, օրինակ նույն արտերկրում այդտեղից է գալիս է մյուս ծառայություններ, որի մասին դու խոսում ես արտերկրում օրինակ հաճախորդներ ներգրավել, շուկա մտնել եւ այլն։ Հենց այդ նույն գաղափարի շուրջ էլ ձևավորվել է երկրորդ ծառայության տեսակը, դա արդեն արտերկիր մուտքի ոնց որ շուկայի հասանելիությունն է, ընկերությունների գրանցման ապահովումն է եւ ներդրումների ապահովումն է, որովհետեւ այդտեղ իրավաբանությունը շատ կարեւոր կտոր է ու շատ հետաքրքիր է այս առումով։
որովհետև երբ որ դու ցանկանում ես արդեն Հայաստանից ընկերություն գրանցել արտ երկիր, նույն լոգիկան աշխատում է այդտեղ։ Օրինակ, շատ հաճախ հարցնում են, այ որտեղ է ձեռք տալիս գրանցել IT ընկերություն, դա շատ որտեղ նպատակ հարց է։ Նախ եւ առաջ դու պետք է հասկանաս գործունեության կոնկրետ տեսակը, որովհետև դու ցանկանում ես գրանցել IT ընկերություն, շատ լավ, ամենտեղ հնարավոր է IT ընկերություն գրանցել։ Այ երբ որ դու արդեն կոնկրետացնում ես թե IT ընկերության կոնկրետ որ տեսակով ես դու ուզում զբաղվել, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ այդ երկրում, որտեղ մենք արդեն սկսել ենք գործընթացը, այդ գործունեությունը շատ բարդ լիցենզավորում է պահանջում, մեծ գումարներ է, հարկեր է եւ այլն, եւ վերջում ուղղակի մարդիկ զարմանում են, ապշում են, ոնց, բայց դու ի սկզբանե եթե դու ասես կոնկրետ քո նպատակը ո՞րն է, օրինակ ունենալ ուղղակի հաշիվ, ուղղակի ունենալ, չգիտեմ, ներկայացություն, իսկապես աշխատել, մտնել շուկա, տարբեր նպատակներ կան։ Դրա համար սկզբից մենք երբ որ խորհրդատվություն ենք տրամադրում, մենք հասկանալ նպատակը։ Այդ ընկերությունը բացօրինակ եղել է, ունեցել ենք նման հաճախորդներ, ուզել են մտնել շուկա։ Մենք իրենց գտել ենք կոնտրագենտ ընկերություններ, մենք ունենք տարբեր երկրներում, ստեղծել եմ այդ կոնտրագենտ ընկերություններին, ստեղծել եմ գործընկեր ընկերություններ հասանելի ցանկացած պահի, որ եվրոպական մի շարք երկրներում հիմնականում Արաբական Էմիրություններում այդ տարածաշրջանում, քանի որ հետաքրքրությունը շատ է այդ երկրներում, երբ որ ինչ-որ մեկը ցանկանում է ներդրում կատարել տարբեր տեսակներ, օրինակ բիզնես գրանցել, այդ նույն հաջողությամբ դիմել են մեզ, օրինակ ուզում ենք, չգիտեմ, Բուլղարիայում ընկերություն գրանցել։ Նույն գործընթացը, ինչ որ այստեղ է կատարվում է արդեն իմ գործընկերների եւ իմ օգնությամբ, այստեղ իմ դերակատարում ինչու՞մն է, իրենք ինձ տալիս են իրենց հարցումը, ես այդ ընկերությունների հետ արդեն անում եմ խորհրդատվությունը, անում եմ այդ նույնականացումները, գործընթացները հասկանում եմ կա հիմքերը գրանցելու, չկա հիմքերը, որտեղ մենք ինչ խոչընդոտի կհանդիպենք, որ անձնագրով ինչ գրանցում հնարավոր չի անել, օրինակ բանկի հետ մենք ինչ խնդիր կունենանք, ինչ արտարժույթով այնտեղ չենք կարողանա շարժանել, նոր երբ որ արդեն մենք ստանում ենք դրական ելք, արդեն սկսվում է գրանցման ընթացքը, արդեն միացվում է աջակողորդը եւ արդեն մենք սկսում ենք ֆիզիկապես այդ ամբողջ գործընթացը իրականացնել։ Հիմնականում նույն փաստաթղթերն անհրաժեշտ ինչ Հայաստանի Հանրապետության համար, թե Գլոբալ Նարեկ ջան, հիմնականում այո, որտեղ հիմնականում առաջին հարցը ծագում է հիմնադիրը, ինչ ազգություն ունի, եւ այդտեղից սկսվում է ամբողջ դրական կամ բացասական ընթացքը, հիմնադրում են փաստաթղթերը, որտեղ եք ուղղելու հասույթը, որտեղից եք ստանալու, ինչ շատ երկրներում ցանկացած տեսակի գործունեություն ունեք լիցենզավորում է պահանջում, օրինակ ինչ-որ էմիրություններում, եթե անգամ դա անշարժ գույքի գործակալություն է, անգամ դա եթե ուղղակի առողջարկ է եւ այլն, ամեն գործունեություն ունի լիցենզավորման տեսակ։ Կան երկրներ, որ մեր պես ուղղակի բացում ես ընկերություն, մեկ տողով նշում ես հարկային մարմնում եւ մեկ ընկերության տակ դու կարող ես մի քանի գործողություններ կատարել։ Շատ տարբեր են, բայց Հայաստանից շատ մեծ հետաքրքրություն կա իրականում եւ բոլորը շատ ուրախանում են, որ իդեմս օրինակ ինձ կարողանում են գտնել այն անձի, որ կարող է մի անգամից մի քանի երկրներում ցանկացած հարցով քեզ պատասխաններ տալ։ Օրինակ եթե դա միայն բանկի հաշիվ է, կա անձ որ ուզում է արմատներով քաղաքացիություն վերականգնել, կա անձ ով ուզում է անշարժ գույքով կացություն հանել, կա անձ ով ուզում է պարզապես ընկերությունը տեղափոխել, աշխատողներ գրանցել եւ դու հաշված ուղղակի ժամերի ընթացքում արդեն իրան միացնում ես մասնագետի, իրավաբանի, հաշվապահի, ստանում ես մի հատ ամբողջական խորհրդատվություն, կարծում եմ դա այդքան էլ հեշտ բան չի, որտեղ եթե դու օրինակ ուզում ես Իտալիայում մտնել շուկա, սկսել ինչ-որ, չգիտեմ, մարքեթինգային ընկերություն, դու մի անգամից քեզ միացնում են իրավաբանի, միացնում են մարքետոլոգի, նա տալիս է իր մասնագիտական խորհրդատվությունը իրավաբանը ինչ, դու կարիք չունես գնալ այնտեղ, ընկնել դռնեդուր, չէ՞, վատնել գումար, ռեսուրս, այսինքն այդ ամբողջ կոնցեպտը դրա համար է ստեղծվել։ Մեկ պատուհան, թե Հայաստանի շուկայի համար, թե արտերկրի համար, որտեղ այստեղ իրավաբանության կտորը եւ շատ հետաքրքիր է, այսինքն դու ունենալով քո այդ փորձը, թե Հայաստանում ունեցած պրակտիկայով, թե պետական ոլորտում աշխատած պրակտիկայով եւ արդեն միջազգային ոլորտով դու կարողանում ես կապել բոլոր գործառույթները իրար եւ մարդ ուղղակի քեզ դիմելով ստանում է մոտ մի 5-6 ծառայություն։ Հա, ու ավելի արագ միանգամից։ Շատ արագ։ Հա, քան ամեն մի մասնագետին գտնելը այդ արդեն ժամանակատար է ամբողջ գաղափարը անկեղծ ասած ունենալով նաև սեփական փորձը, որովհետև ես ինքս էլ չէ դիմում եմ երբեմն ինչ-որ հարցերի, ամեն մի փոքր մանուկի համար պետք է ընկնեմ դռնեդուր, այստեղ գնամ հետ կամ նորից գնամ հետ կամ եւ թեկուզ արտերկրում ինչ-որ հարցեր թղթաբանության հետ կապված տևում են ամիսներ, տարիներ, նախ դու չես գտնում այն մարդուն, ով որ քեզ պետք է հարցում աջակցի, շատ դժվար է մասնագետ գտնելը նաև։
Եվ իմ գաղափարը հիմնականում ձևավորվել է դրա շուրջ։ Իսկ ինչու չստեղծել նենց ծառայություն, երբ որ մարդ ցանկացած հարցով, ցանկացած իմ մասնագիտությանը հարող հարցով, ինձ չդիմի եւ ես իրեն չապահովեմ այդ հասանելիությունը։ Իսկ օրինակ ավելի նպատակահարմար է օտարերկրյա տարածքում նոր ընկերություն բացելը, թե ունենալ մասնաճյուղ կամ ներկայացություն։ Ցանկացած պարագայում դա կախված է կրկին վերջնանպատակից, լինում են ֆրանչայզինգի դեպքեր, լինում է ներկայացություն, լինում է ինչ գործառույթ է դա իրականացնելու։ Պետք է հասկանալ, որ դուստր ընկերությունը կաշկանդված է իր հիմնադիր ընկերության կանոնադրությամբ, ինչքան էլ որ եթե դա համատեղելիություն չունեցավ եւ ունեցավ ինչ-որ հակասություն, գործել է քո մայր երկրի կանոնադրությունը եւ կարգավորումները, որը կարող է ինչ-որ հարցերում այստեղ խոչընդոտի։ Հիմնականում կասեմ, որ նոր ընկերություն են ուզում գրանցել, ամբողջությամբ նոր ընկերություն, անգամ եթե իրենք ունեն ինչ-որ մեծ, օրինակ շինարարական ընկերություն, ուզում են նորը ստեղծել, այդ շինարարական ընկերությունը հիմնադրում է նոր ընկերություն, ինչը այս բaragam դուստր ընկերություն չի համարվում։ Հա, դա հա։ Շատերն են խառնում, բոլորին թվում է, որ եթե մի ՍՊԸ-ն հիմնադրեց երկրորդին, դա դուստր ընկերություն։ Այս դեպքում ուղղակի հիմնադիրն է ՍՊԸ, բնականաբար շահառուն այդ ՍՊԸ-ն է նրա հիմնադիրն է, բայց այս ընկերությունը լրիվ նոր ընկերություն է, ազատ անկախ է, կարող է ռիսկերն ու պատասխանատվությունն ընկերությունն է կրել, ոչ թե արդեն մայր ընկերությունը։ Այո, կրում ինքն է արդեն անկախ իր լիցենզավորումն է անցնում, իր գործունեությունն է անում։ Շատ հաճախ դիմում են հետշուկայի հասանելիության խնդրով։ Շատերը նպատակ ունեն բացել ընկերություն օրինակ Դուբայում եւ գնել գույք, անել այդ ընկերության անունով։ Հա, հիմա շատ են անում։ Գնել Կիպրոսում, գնել գույք դարձնել ընկերության անունով։ Այստեղ հարց է ծագում, այսինքն մարդիկ իրենց ակտիվների, իրենց կապիտալի պաշտպանության նպատակով շատ տարբեր են մոտիվները դրա համար սկզբից պետք է մոտիվը հասկանալ։ Այդ մոտիվին համապատասխան ճանապարհային քարտեզ գծել, իսկ այդ քարտեզի համար մեզ պետք են այս լոկալ մասնագետները, որոնք ունենեն փորձառությունը, ինչ որ օրինակ մենք մեր երկրում։ Որտեվ միայն նայել կարգավորումները մենք էլ կարող ենք օրինակ ինտերնետով նայել, ծանոթանալ, բայց այստեղ կա պրակտիկան ամենաուժեղ զենքն է, այսինքն երբ որ իրանք պրակտիկ լուծումներ են առաջարկում, շատ տարբեր են։ Օրինակ, ես վերջերս ունեցել եմ հարցում Ղազախստանում ընկերություն բացել եւ գրանցել մի շարք աշխատակիցներ։ Նույն հարցը Իսպանիայում բացել ընկերություն եւ գրանցել այնտեղ աշխատողներ։ Գնել անշարժ գույք ձեռք բերել կացության իրավունք, գնել կրկին բացել ընկերություն, գնել այլ գույք ընկերության, հասկանում ես, այսպես միջնորդավորված գործողություններ են։ Հիմնականում երևի ընկերություն բացելու համար առաջինը երևի հենց գույք են, հա, ներդրում են կատարում կամ գույք են գնում, որպեսզի իրանք այսպես ասած հաստատվեն, որ ցույց տան, որ իրենք այս երկրում որևէ ինչ-որ նայած շատերը պարզապես ուզում են գումարը որևէ տեղ ուղղակի տախսել, որպես ակտիվ ապահովներ դիմանել, այս պարագայում ընկերության օրինակ կարող է ինչ-որ մեկը չի ուզում, որ իր անվան շուրջ երևա սեփականություն, ավելի ճիշտ է գտնում ընկերության գույք որպես անել, որտեղ այդպես պաշտպանված է գույքը եւ անձնական պատասխանատվության դեպքում, չգիտեմ, գույքի վնաս չի հասցվի, շատ տարբեր նպատակներով են արվում։ Հա, այդ մասով, որ նշեցիր անձնական պատասխանատվություն չվերցնելու համար ընկերություն են բացում, այդ մասով ինքը ոնց որ իսկապես ռիսկերից թեկուզ չգիտեմ հարկադիր ընկնելու դեպքում ինքը գույք նմանատիպ հարցերի շուրջ մարդիկ տարբեր իրենց պատճառները, նպատակները պատմում են, շատ հաճախ լինում է որ կան այդ ընկերությունները ուզում են փակել, ունեն գույք ուզում են վաճառել, ունեն կացություն ուզում են այդ կացությունը կոպիտ ասած չեղարկել, ինչ որ մի ձևով այլևս կապ չունենալ այդ երկրի հետ, շատ տարբեր։ Իսկ հիմնական ամենամեծ խնդիրը, որ լինում է քո պրակտիկայի ընթացքում, որն է եղել ավելի շատ փաստաթղթերի հետ, թե ինչ որ սխալ տեղեկություն են տրամադրել, դուք գնացել եք մի ուղղությամբ, հետո պարզվել է, որ առհասարակ դրիվ ուրիշ տեղ շատ կասեմ հենց այդ հարցն է, այսինքն ի սկզբանե քեզ չեն տալիս լիարժեք ինֆորմացիա, դու ամբողջությամբ ձեռք ես բերում ճանապարհային քարտեզ, տալիս ես մանրակրկիտ իրավաբանական, դու կարող ես պատկերացնել, թե ինչ դժվար է այստեղից այլ երկիր
միասին գտնել կոպիտ ասած մի հարթության վրա դիտարկել, որտեղ մարդիկ ունեն այլ պրակտիկա, ունեն այլ իրավական հարթակ, մենք ունենք այլ պրակտիկա եւ այդ ամեն ինչը մեկտեղել ու ստեղծել մի համատեղ ճանապարհին քարտեզ մարդու համար, ով կարող է ամբողջական ունենալ գրանցման պահից մինչև գործարկում հասցե, աշխատողների գրանցում, բանկային հաշիվ, անգամ անշարժ գույքով օգնեն, որպեսզի ինքը կարողանա այդ օֆիսային տարածք գտնի եւ այլն եւ վերջում պարզվում է, որ օй ինքը մոռացել էր այս մի կարևոր կետի մասին քեզ։ Օրինակ, հասարակ մի բան, թեկուզ, չգիտեմ, ընկերության հետ կապված, այս փաստաթուղթը ինքը չի կարող ուղարկել, այս սրա օրիգինալը ինքը չունի, այս աշխատակիցը չի կարող, բայց ֆիզիկապես կամ եղել է նման բան, երբ որ մենք արդեն պայմանավորվել ենք հստակ, որ ընկերությունը արդեն գրանցվում, արդեն փաստաթղթերը ուղարկված են եւ այդ հիմնադիրը հայտնում է, որ ինքը չի կարող մեկնի ֆիզիկապես մատնահետ տալու համար։ Ամեն ինչ զրոյացավ, որովհետև առանց ֆիզիկապես մեկնելու հնարավոր չի ձեռք բերել կացություն, առանց կացության հնարավոր չի ձեռք բերել ընկերություն, օրինակ այդ բaragայում ամեն ինչ իմաստազրկվում է։ Դրա համար առհասարակ մեր ազգի ներկայացուցիչների մեջ մի քիչ կա նման բնավորության գիծ, երբ որ ենք ամբողջությամբ չմտածված, միանգամից մեկնարկում են, հետո ընթացքում սկսում են արդեն մտածել, վերլուծել եւ հասկանում են, որ չէ, այս պահին իրենք պատրաստ չեն այդ քայլի կամ խնդիր ունեն։ Երբ որ այդ խնդիրը կլուծեն, իրենք կանդրադառնան այդ հարցին։ Ի հակառակ իրենց, հիմնականում քանի որ ես ոչ ռեզիդենտների հետ եմ աշխատում, իրենք ամեն ինչ մանրակրկտորեն մտածված 100 սցենար գծած, դա էլ իր հերթին է բարդացնում, դա էլ եմ որ մի հարցը միլիոն անգամ են տալիս, ամեն ինչ տարբեր տեսանկյուններից են նայում։ Երբեմն ես իրենց ուղղակի խնդրում եմ, ասեմ թողեք իրավաբանի գործը իրավաբանին, պետք չեն ձեր խորհուրդները, ուղղորդումները, մենք ենք նրա համար, որ ձեզ ուղղորդենք։ Ու նաև շատ կարևոր է ճիշտ տեղեկություն տրամադրելը, օրինակ փաստաբանության մեջ մենք կարևոր ենք բնականաբար գրավոր ապացույցը, օրինակ քրեականում գիտեմ փաստաբաններ, ովքեր որ իրենց հաճախորդներին, վստահորդներին ասում են, որ դուք պետքա գրեք, այսինքն տեղեկությունը գրավոր են հայտնում, հիմա այս պարագայում էլ ընկերության բացելու կամ առհասարակ այդ գործընթացի մեջ մտնելու համար պետքա գրավոր ունենաս, թե ինքը ինչ է ուզեցել քեզանից, դու ինչ ես նրան տրամադրել, որովհետև գիտենք, որ չեմ ասում բոլորը բնականաբար, բայց մեծամասնությունը ինչ որ մի հատ կետում, որ դու չես կարողանում, այսպես ասած, արդյունավետ, գործը ավարտել ու իր մեղավորությամբ է լինում, որտեղ ինքը ճիշտ տեղեկություն չի տվել, ամեն դեպքում ինքը քեզ է մեղադրում, որ դու չես կարողացել գործը մինչև վերջ դրական հասցնել, բայց այստեղ ոնց որ քո մեղավորություն չի, ինչքան իրա, որովհետև ինքը չի ասել ճիշտը։ Երբ որ անձը դիմացինին գումար է վճարում ծառայության համար, ինքը փորձում է ցանկացած մեղավորություն քո վրա բարթել, որտեղ այդպիսի դու ես մտածելակերպ, որ եթե դու արդեն որ բայից սկսած գումար մուծեցիր ծառայության համար, ցանկացած մանրուքի մեջ կարող ես արդեն այդ ծառայություն մատուցողին մեղադրել կամ անընդհատ փորձում ես սխալներ գտնել իր գործողությունների մեջ, անգամ եթե ամեն ինչ անթերիակ, կասկածամիտ են, կողքից ընդունում են խորհուրդներ, օրինակ ես վերջերս մեկին այդպես հարցնում էր, որ կացության քարտը թղթի վրա է տպված, իսկ ես տեսել եմ, որ քարտի վրա իմը իսկական չի, օրիգինալ չի, եւ շատ հանգիստ իրան ուղղակի բացատրել եմ, որ դու պարզապես տեսել ես աշխատանքային թույլտվության քարտը, ինչը ամբողջությամբ տարբեր տեսք ունի, իսկ կացության քարտը տպագրվում է թղթի վրա եւ դու տեսնում ես ոստիկանության կնիքը այնտեղ ոնց կարող է դա իրական չլինել։ Այսպիսի խոսակցություններ շատ են լինում։ Չեն նայում, ամբողջովին չեն ուսումնասիրում ու նաև ուրիշ բան կա, որ մի իրավաբանի հարցնում են, մնացած իրավաբաններն են հարցնում, ուզում են հասկանալ այդ ոնց որ հարցում են միս իրավաբաններին, որ ճշտեն այդ առաջի իրավաբանը ճիշտ է։ Դա վատ բան չի, կարող են ճշտել տարբեր տեսակետներ հավաքագրելու համար, բայց երբ որ իրենք են քեզ թելադրում, թե ոնց է պետք դա անել, դա արդեն մի քիչ։ Նույն բանը ոնց որ բժշկի մոտ գնաս, բժշկին ասես, ոնց պետքա բուժես։ Կարծում եմ մենք ասում ենք բժիշկներին։ Դե երբեմն հուշում ենք, ուղղություն են ցույց տալիս։ Բայց վերադառնանք մեր այս թեմային, մենք նաև նախորդ անգամ խոսել ենք ներդրումներից, այս անգամ դու մի փոքր ներկայացրեցիր ներդրումների մասով, որ ընկերությունները որ բացվում են, եթե չգիտեն կոպիտ ասած իրենց չեն ուզում իրենց գույքի իրենց անունով, որպես սեփականատեր հանդես գան, ներդրում են իրականացնում, ընկերության, որ ընկերություն դառնա որպես այդ շարժական կամ անշարժ գույքի սեփականատերը։ Այս գործընթացը ոնց է լինում եւ դրա համար ինչ է անհրաժեշտ։
Հիմնականում անհրաժեշտ է բնականաբար, որ նախ գրանցումը ընկերության հաջողությամբ ավարտվի։ Այն փուլում, երբ որ իրենք արդեն ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել ու նաև անձամբ, այստեղ իմ ամենամեծ խորհրդատվությունը իրենց չանել դա միայն ռիելտորական ընկերությունների կողմից, որտեղ ռիելտորի հիմնական նպատակը գույքը վաճառելն է, իրեն չի հետաքրքրում հետո քո գործարքի շուրջ, դու այլ նպատակներ ունես, դու կացություն ես ուզում ձեռք բերել, օրինակ, թե ուզում ես ընկերության անունով գույք, իրեն դա չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում է գույքը վաճառել։ Ամենակարևոր մասը այստեղ երբ որ արտերկրում են հատկապես գույք գնում, թե կլինի անձամբ, անձնական ինչ որ օգտագործման թե ընկերության համար, կարևոր է շատ ներգրավել իրավաբան, ինչի, որովհետև այդ գույքը կարող է ունենալ շատ մեծ խնդիրներ, կարող է լինել ինչ որ սանկցիայի տակ, կարող է լինել սնանկացման եզրին այդ ընկերություն, չէ, Հայաստանում եւս շատ հաճախ հանդիպող, այստեղ ինչքան են լինում այդ դեպքերը, մարդիկ գույք են գնում, հետո ընկերությունը գնում է սնանկացման Մինչև դա է պետք ուսումնասիրել, պետք է պայմանագիրը անպայման դիտարկել իրավաբանի հետ, ով քեզ հուշումներ կանի, ոնց քեզ ապահովագրեց, հաշվի առնելով տեղական օրենսդրության առանձնահատկությունները, պետք է տեսնել թե այդ վեճերի լուծման դեպքում որ դատարանին են վերապահել, հասկանում ես, քանի որ դու ոչ ռեզիդենտ ես, կնքում ես այլ երկրում պայմանագիր, պետք է ուշադիր լինես, թե դա որտեղ ինչ արբիտրաժային դատարան է գնալու, որ երկրի դատական համակարգով է լուծվելու, որտեղ դու երաշխավորված չես, որ արդյունքում նման ինչ որ դեպք կլինի քո հետ։ Եվ իրավաբանի ներգրավումը հենց դրա համար է այնտեղ հարկային դաշտը լավ ուսումնասիրել, չէ՞ որ այդ գույքի հետ կապված դու վճարում ես գույքահարկ, դու վճարում ես սպասարկման հարկեր, իսկ պարզապես վստահելով ռիելտորներին առանց սևացնելու իրենց գործը ես նկատի ունեմ, որ բացի ռիելտորից պետք է ներգրավես անպայման իրավաբանի կարծիքով, եթե դու ցանկանում ես նման ներդրում կատարել։ Եթե դու ինքդ լավ ծանոթ չես շուկային եւ հենց իմ ներգրավումը այստեղ նաեւ այդ հարցով է Նարեկ ջան, քանի որ ընկերություններից բացի շատերը նաեւ անձնական գույք են ձեռք բերում եւ հիմա ինչպես անցյալ անգամ խոսեցի, շատ կարեւոր գործառույթ է նաեւ Եվրոպայում արդեն իսկ գնալով մարում է այդ տենդենսը ձեռք բերել գույք ստանալ կացության իրավունք։ Այստեղ անպայման պետք է որ ռիելտորին գումարվի նաեւ էմիրություններում, գիտես ինչքան պոպուլյար է դա, շատ ընկերություններ իրենք անգամ չգիտեն ինչպես են կացության իրավունք հանում, իրենց չի հետաքրքրում գույքը վաճառեց, իր հասույթը ստացավ։ Իսկ երբ որ դու ունես ներգրաված իրավաբան, ինքը ամբողջությամբ սկզբից է քեզ ուղեկցում, այսինքն քո պայմանագիրը քո օգտին կարող է փոփոխությունների ենթարկի, չէ, կարող է այսինքն այդ կացությանը խանգարող հանգամանքների մասին քեզ ի սկզբանե պատմի եւ այդ օրինակ տուրերի մասին մենք անցյալ անգամ խոսեցինք, դրանք զվարճանքի նպատակով չեն բնականաբար, այսինքն ներդրումային տուրը դա հենց այդ նպատակը ունի, որ երբ որ դու որևէ երկրում, որտեղ դու երբեք չես եղել, կամ գուցե եղել ես միայն հանգստի նպատակով, ուզում ես գույք ձեռք բերել, դու անպայման գնաս, հանդիպես, ստանաս քո խորհրդատվությունը, բայց հանդիպես նաև իրավաբանին, ովքեր չեն կարողանում գնալ մասնակցել տուրերին, այսինքն ստանալ տեղում այդ խորհրդատվությունը, այդ դեպքում ինձ են դիմում։ Ես եմ իրենց փոխարեն գնում, ես եմ հանդիպում։ Ամեն դեպքում ես շատ եմ կարևորում առերես կենթանի հանդիպում տվյալ երկրում, տվյալ գրասենյակում, ուղեկցում դեպի նոտարական գրասենյակ եւ ամեն ինչ պետք է արվի, որովհետեւ քեզ կարող եմ ի դեպ պատմել, երբ իմ ծանոթներից մեկը ձեռք էր բերել Ամերիկայից էմիրություններում բնակարան, մուծել էր 200,000 ԱՄՆ Եվ պարզապես օնլայն շփումներ էր ունեցել նամակագրությամբ, ռիելտորի հետ, իրավաբանի հետ, որևէ ինչ-որ մի պահից իրենց սկսել են ուղղակի չպատասխանել։ Ամիսներ շարունակ որևէ պատասխան մի մասը դա կանխավճար է եղել 500,000-անոց բնակարանի համար, $500,000։ Եվ այն պահից, երբ որ կապը կտրվել է, ինքը ուսումնասիրել է մի քիչ եւ տեսել է, որ այդ շենքը այլևս չկա, այսինքն այդ ընկերությունը ներողություն այլևս չկա, շենքը, որը օրինակ ուներ XX անունը, այլևս այդ անունով շենքել չկա, այսինքն ինչ որ մի ընկերություն է չեն գնել է, սկսել է լրիվ ուրիշ պրոյեկտ այնտեղ զարգացնել, ինչա կատարվել, ոչ ոք չգիտի, այդ պարագայում ինքը դիմել է ինձ, ես համապատասխան մարմինների միջոցով ամբողջությամբ բացահայտել եմ այդ ընկերության պատմությունը, այսինքն հասանելիությունը ապավել այդ իրավաբաններին, ովքեր իրեն այլևս չէին պատասխանում, եւ մենք արդեն գտել ենք, թե ինչ եղանակով ինքը կարող է վերադարձնի, որտեղ օրինակ էմիրություններում պաշտպանված է քո գումարը, դա ամբողջությամբ գնում է պետական համակարգ, այնտեղ է պահպանվում հողային դեպարտամենտում եւ ոչ ոք չի կարող ձեռք տալ, այսինքն կառուցապատողը չի կարող ձեռք տալ քո գումարին։ Սենց պատմություններ եւ ինչի համար է կարևոր, օրինակ եթե անգամ ինքը անձամբ չի կարող գնալ ունենալ իր հավատարիմ ինչ որ մեկին, իրավաբանին, թե ներկայացուցին, որ նման պատմություններից խուսափեն մարդիկ։ Այսինքն ինքը պայմանագիրը չի ուսումնասիրել նորմալ, ուղղակի վստահել է օնլայն գրանցումով արագ ներդրում անելու։
Եթե շատ վտանգավոր է on-line առհասարակ, որովհետև դու չգիտես էկրանից այն կողմ ով է կանգնած, որովհետև շատ դեպքերում հենց բան տեղեկություններ սխալ են դնում, հենց մի դեպք էլ ոնց որ մեր ընտանիքի հետ է եղել, դե բնականաբար ներդրումների հետ կապված չէ, աշխատանքի առաջարկ էր եկել պապայից, Ամերիկա չէ, Անգլիա, ես մտա ուսումնասիրեցի ընկերությունը, ինչ ընկերությունը, այնտեղ հարց ու փորձ, նաև մարդիկ գիտե ովքեր որ Անգլիայում էին իրենց հարցրել եմ դեպքը մի 4-5 տարի առաջվա դեպքը որ հասկանամ ինչ ընկերություն է եւ այլն ու ես ոնց որ համբերատար սպասում եմ այդ փուլերը ոնց որ իմ papan հարցազրույցի առաջի փուլը անցնում է արդեն գալիս է երկրորդ փուլ ասում եմ որ պապաս ոնց որ անցնում է երկրորդ փուլը ու ամեն ինչ ոնց որ օքեյ էր թե պայմաններն ինչ են իրանք առաջարկում եւ այլն ու ամենավերջում ես ամեն ինչ ուսումնան էի մանրամասն կարդում էի ամենավերջում գրած էր որ դու որպես դիկացություն ստանաս մենք ենք այդ ամեն ինչը ծախսերը փոխհատուցելու դա էլ էր նորմալ ու ամենավերջում գրված էր որ քո կացության փողը հիմա դու տալու ես հետո որ եկար արդեն մենք փոխհատուցել ենք արդեն իմ համար դա ճիշտ չի, որովհետև այս իմաստը որն է, ես վճարեմ, հետո դու փոխհատուցես։ Մի խոսքով, այդ իմ համար կասկածելի էր, ես սկսեցի էլ ավելի շատ ուսումնասիրել ու կարողացա մի հատ տեղ YouTube-ով, ինչ որ չեմ հիշում ոնց, բայց կարողացա գտնել YouTube-ով մեկը ասում է, որ այսինչ կազմակերպությունը fake է, ու ինքը ոնց որ YouTube-ով հոլովակ էր, ինքը խոսում էր կազմակերպությունից, որ fake է, փող ա եղել, ուզում զգուշացեք Հիմա այդ հոլովակն էլ որ տեսա, ամեն ինչ ապացուցվեց։ Եթե այդ վերջին նամակը չասվեր, իմ համար օքեյ էր, բայց երբ որ դու on-line մարդուց աշխատողը փող ես ուզում ու ինքը նենչի շատ փող էր ուզում, ընդամենը մի 500 եվրո էր ուզում։ Էդ էլ էր իմ համար կասկածելի 500 եվրոյով ինչ կացության հարց ես դու լուծելու։ Ամեն դեպքում այդ գումարը ոչ փոխանցվեց, ոչ մի բան չարեց ու արդեն ոնց որ ինքը պարզ էր։ Հիմա իմ փոխարեն կարող է ոչ որ մեկը վստահի, ասի շատ լավ կփոխանցեմ, հավատը բայց դու չգիտես ով է այդ մարդուն, ոնց է դու այդ փողը հետո հետ պահանջել։ Ամբողջ իմ նպատակը եղել է հենց դա, որ մարդիկ on-line գործարքներ չանեն։ Այսինքն եթե դու պարզապես ժամանակ չունես եւ քո համար հեշտ է պարզապես on-line գործարք անել, ես քո փոխարեն ծախսում եմ իհարկե ձեր գումարների դիմաց, բայց իմ ժամանակը տրամադրելով ծախսում եմ այդ գումարը, գնում եմ, հանդիպում եմ, կնքում եմ, այսինքն ամեն ինչ ստուգում եմ սկզբից այդ ընկերությունների հավաստիությունը, ամեն ինչ անում եմ պայմանագրով, այսինքն արդյունքում մենք պատասխանատվության կարող ենք մարդկանց ենթարկել։ Իսկ այսպես դու ուղղակիորեն ընկել է պայմանագիր կառուցապատողի հետ, ինչ որ ձևով կարող ենք այդ գումարի հետ, բայց այդ նույն իրավաբանական ընկերությանը, որ ինքը վճարել է, եւ էլ հասինք պայմանագիր չի ունեցել իրենց հետ, ուղղակի on-line սպասարկումով կառուցապատողը գցել է ընկերությունը սկսել է սպասարկել միլիոնավոր այսպիսի դեպքեր կան։ Չէ, պետք է վստահելի լինի, մանավանդ եթե օրինակ Հայաստանի իրականության մեջ լիներ, գոնե ինչ որ ձև գրավոր ապացույցներով նամակագրությամբ դու գումարի բռնակացման պահանջ կարող ես ներկայացնել, բայց արաբական էմիրություններում դու ոնց իմանաս ոնց հարվելու կամ առհասարակ ինչ իրավաբան այդ ծանոթությունն է ոնց որ կարևոր դրա համար ես բոլոր երկրներում որոնց հետ աշխատում եմ ունեմ օրինակ 2-3 ընկերություններ խորհրդատվական, իրավաբանական, հարկային, հաշվապահական, ռիելտորական, կացության գործերով զբաղվող, որոնց որ ցանկացած նման հարցով ես ներգրավում եմ եւ նրանք փորձում են այդ հարցը լուծել, այսինքն հասկանալ ոնց կարող են գոնե այդ տուժած մարդկանց օգնել։ Օրինակ նույն էմիրություններում դեպք կար, երբ որ անձը վարձակալությամբ տվել բնակարանը, վերցրել է ներողություն, վարձակալել է բնակարան, հետո ուզում է խզի եւ վարձատուն չի համաձայնում։ Ու երբ որ մենք նայում ենք փաստաթղթերը, պայմանագիրը թերի է, այսինքն ինքը ամբողջությամբ պայմանագիրը չունի այնտեղ պահանջների հետ կապված։ Ու դիմի ամբողջ էմիրությունները որտեղից իրավաբան գտնի։ Կամ օրենքները պարզապես դիմում է ինձ, ես ունեմ այնտեղ հայ ազգի իրավաբան, ես ունեմ ռուսալեզու իրավաբաններ, ունեմ, չգիտեմ, գերմաներեն, անգլերեն սպասարկող այդ կոնտինգենտի համար անմիջապես գցում եմ իրենց, միանգամից զբաղվում են մարդու հարցով, պայմանագիրը ուսումնասիրում են, որտեղ ես ինչքան էլ ուզեմ, ես չգիտեմ տեղի օրենսդրության մարակերկի չեմ կարող այդքան ուսումնասիրել, չունեմ այդ պրակտիկան։ Ես կապող օղակ եմ այս բան հանդիսանում, բայց քանի որ ես ինքս իրավաբան եմ, ես սկզբից հասկանում եմ արդյոք այդ հարցը կարելի է իր այդ մարդուն տրամադրել, թե չէ։ Ամբողջ հարցը դրանում է։ Նաև դու ասում ես շուկայի հասանելիություն, ուզում եմ հասկանամ ինչ է դա իրենց ենթադրում ու ինչ գործընթացներ արտերկրում նկատի ունես երևի։ Արտերկրում։
Դա նշանակում է, որ երբ որ ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից, այսպես խաչաձև այդ B2B սկզբունքով մուլտի ծառայությունների օգնությունների տեսակ է, երբ որ դու օրինակ Լիցուկ Հայաստանից ուզում ես Իտալիայում սկսել ինչ-որ մեյքափ դպրոց հիմնել, այսպես ասեմ։ Ես այնտեղ նախապես արդեն ունեմ այնպիսի կոնտակտներ, որտեղ ես այցելում եմ ինչև այդ ունենում եմ նեթվորքինգային հանդիպումներ տարբեր տեսակի ընկերությունների կամ անհատների հետ։ Օրինակ, Լիցուկ Իտալիայում ունեմ այնպիսի մարդ, ով որ հենց զբաղվում է նման նեթվորքինգի ապահովմամբ, այսինքն քեզ ինձ տանում է հարցումը, ես ուզում եմ մեյքափ դպրոց հիմնել։ Բայց չգիտեմ որտեղից սկսել, հետո ում հետ աշխատել, որտեղից ներկրել ապրանք, եւ հակառակը, օրինակ, ես ուզում եմ Հայաստանում բացել իտալական դպրոց, մեյքափի դպրոց կամ չգիտեմ ինչ-որ գեղեցկության սրահ, որտեղ լինեն միայն իտալական արտադրանք։ Ես արդեն գիտեմ այդ մարդուն, ով որ կօգնի թե հակառակը այստեղից այնտեղ հիմնել է դպրոցը, տալ իրան բոլոր նրբությունների մասին ուղղորդել, պատմել, ծանոթացնել լավագույն այդ ոլորտի beauty industry-այի ներկայացուցիչների հետ, ինչ տեսակ առաջարկել, դեռ ինքը եւս իրավաբան է, շատ լավ պատկերացնում այդ ամեն ինչ։ Հակառակը, այստեղ ես ու ցանկանում կամ այստեղ ուզում ես արտադրամաս բացել, որտեղ միայն իտալական օրինակ մեքենաներ կօգտագործվեն։ Ես կրկին դիմում եմ իրեն, ինքը արդեն ինձ կապում է լավագույն այդ նույն ընկերությունների հետ, տալիս է վերլուծությունում, հետ կարելի է աշխատել, ինքը այդ ամբողջ կապը իրենց հետ ապահովում, օրինակ ես ուզում եմ մասնաճյուղ բացել Հայաստանում, ինչ որ X հիմնարկի։ Ինքը իր վրա է վերցնում այդ նամակագրություն, ինքը ապահովում է այդ ծանոթությունը, ինքը արդեն ձեռքաբերում համաձայնությունը, օգնում է մեզ, այսինքն ներկայացուցիչն է այնտեղ։ Նույն լոգիկայով դա լինում է տարբեր երկրներում, տարբեր նպատակներով, թե դու ինչ ես ուզում։ Ուզում ես գույք գնել, ուզում ես ընկերություն գրանցել, թե ուզում ես, օրինակ, եղել է դեպք ուզել են այստեղից ապրանք մատակարարել X երկիր։ Իրենք չգիտեն ում առաջարկեն դա, ով է իր գնորդը, ինչ պայմաններով դա անեն, արդյոք կարող են, իհարկե կարող են կարդալ, ուսումնասիրել, բայց մենք իրեն տալիս ենք այնտեղի ամենալավ այդ ոլորտի ներկայացուցիչներից, լավագույններին, ներկայացնում ենք, որ այսինչ X ընկերություն ուզում է X ապրանք ներմուծել։ Խնդրում եմ մեզ ասել, դու ձեռքը բերես այդ ապրանքը, թե մեզ կներկայացնես այլ մատակարար ընկերություններ, որ ես այդ մարդկանց առաջարկեմ այստեղից ներմուծել մշտական հիմքերով։ Կապը ստեղծվեց, իրենք արդեն իրար հետ քննարկում են, գնառաչարկ է գոյանում, պայմանները արդեն հարցալուծվում, թե պետք է ընկերություն գրանցել, պետք է պարզապես միջնորդ ընկերության միջոցով դա անել, հասկանաս, մի ամբողջ գործընթաց։ Երբ որ արդեն համաձայնության են գալիս, արդեն ես ապահովում եմ ուղղակի ընթացիկ իրավաբանական սպասարկումը, իրենք արդեն դառնում են գործընկերներ եւ ապահովում են արդեն այդ ապրանքների մատակարարում, այսինքն այստեղ մենակ չեն խոսում գրանցման մասին, իրավաբանական կտորի մասին, այլ ամբողջ շուկայի հասանելիություն, օրինակ, եթե դու հիմա ուզես, ինչ ասեմ, Հունաստանում բացես ռիելտորական ընկերություն, բայց դու չգիտես որտեղից սկսել, չէ՞, դու չգիտես ոնց մտնես այդ շուկա։ Ես քեզ կծանոթացնեմ լավագույն ներկայացուցիչների այդ ոլորտի, ովքեր եւ քեզ կմտցնեն շուկա, եւ քեզ սովորացնեն նրբությունները, եւ քեզ կօգնեն ճիշտ ընկերության ձև ընտրել, եւ քեզ կկապեն օրինակ լավագույն կառուցապատողների հետ, եւ դու կսկսես արդեն իրենց հետ աշխատել։ Հա, ոնց որ կստացվում է մի քիչ մարքեթինգային, հա, ունի իր մեջ այդ կտորը, այսինքն հա, այդ բիզնես իրավաբանությունը ուզես մի քիչ արդեն մարքեթինգի հետ է կապվում, եւ որ անկեղծ ասեմ, ինձ դա շատ ավելի հետաքրքիր, ավելի է դուր գալիս, որտեղ դու մի ոլորտի մեջ չես, այսինքն նույն նեթվորքը այս իրականության մեջ կարծում եմ ամենաուժեղ զենքն է։ Ցանկացած հարց, որը որ անգամ դու մասնագիտորեն իհարկե կարաս լուծես, բայց եթե դու չունես այդ անհրաժեշտ կապերը, դու չես կարող տեղ հասցնել։ Դու ունես կապերը, դու գտնում ես ճիշտ մարդուն, ով կարող է դա տեղ հասցնել։ Հետո արդյունքն է կարևոր, իսկ նեթվորքինգի միջոցով դու կարողանում ես լավ արդյունք ունենալ։ Ամբողջ այս գործունեության երևի այդպես նկարագրեն, գրավականը այդ նեթվորքինգն է, որը որ զարգացել է այս տարիների ընթացքում։ Այսինքն ունենաս հասանելիություն, գրեթե չեմ կարող ասել աշխարհի ցանկացած երկիր, բայց հիմնական տարածաշրջանային, եթե վերցնենք Եվրոպա, մեր Բալթյան երկրներ, Մերձավոր Արևելք եւ այլն, կամ ԱՊՀ երկրներ, գրեթե ցանկացած երկրում այդ օգնությունը կա, եթե անգամ չկա, շատ արագ ձեռք են բերում, դա եւս նեթվորքինգի միջոցով, հա։ Ամեն դեպքում ես միշտ իմ հաղորդումների վերջում հասկանում եմ, ավելի եմ համոզվում, որ ինչ ուզում ես արա,
շատ կարևոր է ունենալ իրավաբան, դիմել իրավաբանի, չեմ ասում են տարական հարցերով դիմել, բայց ամեն դեպքում եթե դու նույնիսկ տարական հարցի մեջ ունես կասկածներ, որ օրինակ, չգիտեմ, այսի ոնց կլինի, թեկուզ սովորական պայմանագիրը, որը կարդում ես, բայց չես հասկանում, ամեն դեպքում ասում ես կարող եմ միտեղ ոնց որ ես խնդիր եմ ունենալու, շատ կարևոր է միշտ դիմել իրավաբանի։ Ես ուզում եմ քեզ տեղ ընդհատեմ, մի կարճ փոքրիկ պատմությունով ավարտենք։ Ինչքանով է լավ ընտանիքում առասարակ պետք է ունենալ, կարծում եմ ատամնաբույժ եւ իրավաբան։ Մեր ընտանիքում կա շատ ստացված ընտանիք է։ Ես այս վերջերս անձամբ իմ վրա եմ զգացել դա, երբ որ դու կառուցապատողից ստանում ես այսպիսի ծանուցում, որ օրինակ 2 տարուց արդեն պետքա ստանաս ավարտական փաստաթուղթ կամ կառուցապատման ավարտը նշված է X օրը եւ ինչ որ sense մոլորեսնող հայտարարություններ են համացանցում գցում, որ վրիպակ է եղել եւ ձեր բնակարանը կհանձնվի ոչ թե 2 տարուց, այլ 4 օրինակ կամ 2 տարի ավելի ուշ, որտեղ վրիպակ է եղել։ Օրինակ, ասենք 29 թվականի փոխարեն նշվել է 27 կամ 26 եւ բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հասկանում իրավաբանական վրիպակի իմաստը, որ 3 օրինակ ունի հավասարազոր նոտարական պայմանագիրը, հաստատված նոտարի մոտ 3 հավասար օրինակներից եւ հնչեցնում է նման կարծիք, որ նոտարի մոտ օրինակը ճիշտ է, քո մոտին վրիպակ է եղել եւ այնտեղ պետք է 2 տարի ավելին է ժամանակ։ Դա մատուցում են հասարակությանը։ Շատ մարդիկ, ովքեր իրավաբան չեն, ընդհանրում են, որ վրիպակ է եղել, ինձ ասել են նման ձևով, ինձ տեղեկացնում, գիտես, վրիպակ է եղել եւ այսպես այնպես, երբ որ ես ինքս արդեն զրուցել եմ կառուցապատողի ներկայացուցիչի հետ, հարցրել եմ եւ ինձ նորից փորձել են տենց մոլորեսնել, որ այո, վրիպակ է եղել, այդպես այնց շատ արագ, էլի սահուն, որ վրիպակ է եղել։ Նոտարի մոտ որ նույն թիվն է, այդ արդեն ոնց եմ բացատրում։ Դա իրենք ասում են, որ նոտարի մոտ ուրիշ թիվ է, վրիպակ է եղել եւ մյուս մարդկանց, այսինքն քո որպես արդեն շահառու, քո մոտ սխալմունք է տեղի ունեցել։ Այսինքն երեք օրինակը տպում են, նոտարինը ճիշտ է, ինչ է դա նշանակում, բայց մարդիկ դա ընդունում են, ասում են թե վրիպակ է եղել, որպես իրավաբան, երբ որ դու չես ընդունում, արդեն քեզ սկսում են ուրիշ հանգամանքներ մեջ բերել, երբ որ դա էլ չես ընդունում, պարզապես ընդունում են, որ մոլորեսնում են։ Այդքան է։ Դե դրա համար պետքա կան մարդիկ, ովքեր իրավաբան չեն, բայց ամեն դեպքում իրանք ունեն այդ կան մարդիկ, ովքեր իրավաբան չեն, այո, բայց մեծ հավասար գիտելիքներ ունեն։ Մի բան են չի, գիտելիքը չի, օրինակ, չգիտեմ, տրամաբանություն աշխատում, ունեք իմ papan իրավաբան չի, բայց ինքը որ կարդում է մի բան, ինքը հասկանում է, այստեղ մի բան էն է, թե ինչ։ Դե դա մտածելակերպն է։ Չդիպլոմավորված իրավաբան։ Դե չկան իրավաբաններ, ովքեր որ կարդում են, միևնույն է չեն հասկանում ինչ է այդտեղ տեղի։ Ինչ խոսք, ինչ խոսք։ Դրա համար կարևոր է լինել մտածող իրավաբան, այո։ Անշնորհակալ եմ քեզ, շատ թեթև հետաքրքիր զրույց էր, որը ինձ թվում է հետաքրքիր են մարդկանց, ովքեր ուզում են ներդրումներ անել, բիզնեսներ բացել եւ այլն, ու կարծում եմ մեր լսարանում կլինեն նման մարդիկ։ Շնորհակալ եմ քեզ արդյունավետ տեղեկության համար։ Քեզ նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Մերսի։ Չմոռանաք հետևել մեր YouTube-ի անալիքի ըստ օրենքի հետագա ոդկասթները դիտելու համար։